Թանկ է լինելու ծիրանն այս տարի, դեռ չհասած թափվել է ծառերից։ Ես արդեն 66 տարեկան եմ, այս ձևի բան ես չէի տեսել։ Չգիտեն ինչ անեն նշանավանցիները, մի տարվա ապրուստը երկուշաբթի կարկուտը հողին է հավասարեցրել։ Ուղիղ 2 ժամից ավել կարկուտ այք է։ Այս տարվա հետ էլ հույս չեն կապում արտաշատցիները, ծիրանի 80%-ը փչացրել է կարկուտը, չգիտեն մյուս տարի ինչ կլինի։ Իմ ջերմոցները լրիվ ջրի մեջ է, լրիվ մեջը լոբի է, այնի չորանալու է 100%-ով, ծաղկած արդեն լոբին էլ վրենա, լրիվ չորանալու է։ Էլ որն ասի, որը թողնի Ռաֆիկ պապը։ Մեզ սա ժողովրդի հույս հավատը էն էլ այս ձև է։ Ասում է, ինչին կարկուտը չի հասցրել ձեռք տալ, անձրևն է խեղդել։ Երեք իրիկունը պիտի գային, ծիրանը նային, ժողովրդին ինչ-որ բեհ տային, որ իրանցով անեն, որ տանեն։ Էլ գարն չանեն։ Ինչ անի Արթուրը, որ 3 ժամում իր դաշտի կողքի հակակարգտային կայանը գոնե 3 անգամ չի աշխատել։ Ոսկիդ գոնե 5 անգամ որ կրակեր, էլի կիմանային, կրակեց։ Այսօրվա պես հիշում է 2018 թվին իր մեքենայի վրա գրել էր Նիկոլ մեր կողքին։ Հիմա ոչ Փաշինյանն է աշխատում, ոչ հակակարգտային կայանը։ Արթուրի աչքերը բարգությունից սևանում են, երբ տեսնում է, թե ինչպես է կարկուտն ավերել բրոկոլիի ու դդմիկի 3000 քառակուսի մետր դաշտը։ Անիմաս, արև ժամանակ, խոսքի ես նայում եմ, ասում եմ լավ, խոսքի ես կղայտուրը շատ եմ խմել, նայում եմ երկնքին արև եղանակ, ինչ ես կրակում խոսքի։ Պարզա, որ խոսքից չի աշխատում։ Սխալ եմ ասում, աղբեր, սխալ եմ ասում, ընկեր, թող են մարդու կոկորդ կկրծեն։ Սենցա, դե թող են պատասխան տան աղբեր, եթե դրել եք չի աշխատում, Գոկո ջան, իմաստը որն է։ Երեք ամբողջ կա, ինչքան բան նախարարություն կա, սաղ զանգել եմ, մեկը-մեկից ցերում, ասում է զանգեք, էս ինչին, զանգեք, չգիտեմ բան, այն զանգեք, զանգում ենք այն, ասում են մեր գործը չի, զանգում ենք էսիշ տեղը, ասում են հələ թող մա լույսը բացվի, տենանք ինչ ենք անում, բայց ոչ մեկ չկա, հələ որ անհույս սենց սպասում ենք, տենանք ինչ կլի։ Վարկ են վերցրել, գրեթե 8 միլիոնի ծախս արել, բրոկոլի աճեցրել։ Բրոկոլից մնացել են ծակծկված տերևներ ու կոտրված ցողեր։ Վարկերն էլ 20% են սարքել, մենք էլ սա 20%-ով վարկերը վերցել ենք ու չենք կարալու, չգիտենք ոնց ենք մուծելու։ Դրանից առաջ 5% էինք վերցում վարկերը, բայց հիմա սարքել է Նիկոլը սարքել է 20%։ Սաղս հելանք, սաղ ազգով ելանք, բերինք Նիկոլին, գլխներից սենց սարքեց։ Եղանակից չեն նեղանում մարդիկ, Փաշինյանից են նեղանում։ Քամիների հետ կռիվ են տվել, օձերի մեջ դաշտ են վարել, որ կարկուտը չաշխատող կայանի պատճառով ավերի իրենց բերքը։ Մենք ենք մշակող այս բույսի, մենք ենք հասկանում իր ամեն ինչից, բայց իրանք կարան կողքից նայեն, ասեն ոչ մի բան չեղե ու վերջ, թողեն էտան։ Իրանց ինչ։ Աթորը նստած հավեսով իրանց համար։ Պատուրի ելակը հանրահայտ բանն է այս կողմերում։ Ամեն տարի մարդիկ հատուկ գալիս են ցանկալի հատապտուղը գնելու։ Այս տարի պատուրը չգիտի ինչ է ասելու գնորդներին։ Սա ես ինչ ցույց տամ։ Ուղղակի ջանս ապշակաղում մարդեն չգիտենք, էսի ինչ։ Այգու մի կողմում գետնին հավասարված ելակի թփերն են, մյուս կողմում ծիրանի թափված ցոգոլները։ Ինքսենց չէր վնաս, ինչ ուդարա իրան հասե։ Ասենք չի լում էլի, ասենք կրակում էին, բայց չօգնեց։ Դե զարյատկան էտրան ասենք թող 50 ուլներ, 100 անգամ կրակեմ։ Ինքն ու կինը Արևիկը հասցրել են միայն մեքենան մտնել ահեղ կարկուտի ժամանակ։ Դղ, որ զապիսն է լսեք կտեսնենք։ Ես դու մեսա ժեստը ծակվելու այդ սառցի հատիկն ընկնի գլխիդ ու ամբողջ մեքենան ցնցվում է։ Կտ այդ այնց ալու մեքենան սենց ալինում ու այդ քեզ դու հիմա բացվելու է կրշու այդ ամբողջը լցվի մեքենայի մեջ։ Արտաշատցիներին հիմա միայն հումորն է փրկում։ Կտանք սունկ հավաքել։ Հիմա արևը դուրս կգա, սունկը դուրս կգա։ Կատակում են, որ չխելագարվեն, ասում են 3 կարկուտից տուժած մարդիկ։ Լանա Համբարձումյան, Աշոտ Մնոյան, Նորայր Հակոբյան, Հայլուրի համար։